26 տարի առաջ պատկերացնել անգամ չէին կարող, որ Հայաստանում ֆուտզալն այսպիսի ճանապարհ կանցնի, հիմնադրումից մինչև Եվրոպայի առաջնություն, իսկ այսօր արդեն Չեմպիոնների լիգա։ Այդ ճանապարհին իր հերթական եւ կարևոր քայլն է անում Հայաստանի չեմպիոն Յունիսպորտը, որը այս պահին պատրաստվում է իր եվրոպական ուղուն։ Օգոստոսի 25-ից 30-ը Երևանում Յունիսպորտը կպայքարի ֆուտզալի չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգրի համար։ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն լիգայի անպարտելի մրցաշրջանից հետո թիմն անցել է նախապատրաստական վճռորոշ փուլին։ Մինչ առաջնության մեկնարկը Յունիսպորտը ընկերական հանդիպումներ անցկացրեց Թբիլիսիում, ստուգելու համար թիմի պատրաստվածությունը։ Հավաքն ավարտվեց 1 պարտությամբ եւ 1 ոչ ոքիով։ Այս պահին մենք պատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի խաղերին, ուսումնասիրում ենք մրցակցին, պարապմունքներ անցկացնում, ռազմավարություն մշակում, խաղում ենք ընկերական խաղեր։ Ռուսաստանում ունեցանք խաղ, Վրաստանում իրենց չեմպիոնի, նրանք նույնպես մասնակցում են Չեմպիոնների լիգային։ Այս ընթացքում Յունիսպորտը նաև ուժեղացրել է կազմը, թիմի նորեկներից մեկն էլ Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վիտինյոն է։ Այո, մենք ուժեղացրել ենք թիմը, տղաների ինտեգրումը շատ լավ է անցնում, քանի որ մի քանիսը իրար հետ խաղացել են Հայաստանի հավաքականում։ Օրինակ, Վիտինյոյի մակարդակը թույլ է տալիս միանգամից ներգրավվել խաղում։ Նա շատ լավ է խաղում, հատկապես հարձակման ժամանակ, այնպես որ ես շատ գոհ եմ ինտեգրումից։ Ե-խմբում Յունիսպորտի մրցակիցներն են Գերմանիայի չեմպիոն Վելիմդորֆը, Էստոնիայի Տալինը եւ Իսլանդիան ներկայացնող Ռեյկավիկը, ըստ գլխավոր մարզչի խմբի գլխավոր մրցակիցը Գերմանիայի չեմպիոնն է, որը Չեմպիոնների լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի, սակայն մրցաշարից առաջ առաջնահերթությունը հենց առաջին հանդիպումների մրցակիցների ուսումնասիրությունն է։ Մարզչական շտաբը մանրամասն դիտարկում է Էստոնիայի եւ Իսլանդիայի չեմպիոնների խաղը, իսկ գերմանական թիմի խաղը կուսումնասիրեն արդեն մրցաշարի ընթացքում։ Թիմի ներսում եվրոպական նորամուտին սպասում են ոչ միայն որպես հերթական մրցաշարի, այլև որպես կարևոր փորձության։ Որոշ ֆուտզալիստների համար սա կլինի Չեմպիոնների լիգայում առաջին խաղը, մյուսներն արդեն ունեն միջազգային փորձ։ Ֆուտբոլիստներ կան առաջին անգամ է իրենց հանդիպումը Չեմպիոնների լիգայում, ավելի շատ մոտիվացիա կտա, ով էլ որ խաղացել է ու հավաքականում է խաղացել, ավելի շատ կօգնենք ու ինձ թվում է լավ արդյունքի կհասնենք։ Թիմի կազմում է նաև Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու Պուտրուս Վասիլյևը։ Առաջնությունում խփած գոլերից հետո նրանից արդյունավետ խաղ են սպասում նաև եվրոպական մրցահարթակում։ Իհարկե, եթե առաջնությունում խփել եմ գոլեր, պետք է նաև Չեմպիոնների լիգայում խփեմ եւ առաջնորդի հմտություններս ցույց տամ եւ թիմին, եւ երկրպագուներին։ Թիմի գլխավոր նպատակը խմբից դուրս գալն է, այդ ճանապարհին շատ կարևոր է նաև երկրպագուների աջակցությունը, մրցաշարը Հայաստանում անցկացնելու հնարավորությունն էլ թիմում առանձնահատուկ ոգևորությամբ են ընդունում։ Երբ որ իմացանք, որ Հայաստանում պետք է անցկացվի, շատ ուրախ ենք, որովհետև տունը խաղալը բոլորի համար շատ հաճելի է ու երբ հասնում ես բաղձալի արդյունքին, էլ ավելի շատ ուրախանում ես, որովհետև տանը հաղթելը միշտ քաղցր է։ Քանի որ Չեմպիոնների լիգայի մասնակցելը մեզ համար տոն է, երկրպագուներին հորդորում ենք գալ մարզադաշտ, էլ ավելի գեղեցկացնելու մեր տոնը։